Պարոն Մամելյան, եկեք հասկանանք ինչ է կատարվում մեր երկրում։ Մարդիկ, ովքեր դեմ են այն իրավիճակին, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդիկ, ովքեր հնչեցնում են իշխանության եւ մասնավորաբար պարագլխին նրան վարող քաղաքականությանը դեմ որևէ միտք, միանգամից արժանանում են հակադարձման, ընդհուպ մինչև կալանավորում, այսինքն դա լրացման տարբերակ է։ Մենք տեսանք, ինչպես կալանավորվեց 2 ամսով Տաշիր գրուպի ղեկավարը, հայտնի բարերար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւ ընդամենը 1 ժամ առաջ տեղեկացանք, որ ուժայինները արդեն զննում են նաեւ Բաքրատ Սրբազանի բնակարանը։ Ինչ է կատարվում մեր երկրում։ Նայեք, մեր երկրում կատարվում է հետևյալը. կեղծ ժողովրդավարության անվան տակ իշխանության եկած անձինք, ովքեր պետական դավաճանություն են իրականացել, հասկանում են, որ վերականգնել իշխանությունը, այսինքն գնալ իշխանության իրենց կյանքի երկարացմանը շատ դժվար է լինելու օրինական ճանապարհով։ Եվ դրա համար ցանկացած մեկը, որ փորձում է հակադրվել, քննադատել կամ ընդդեմ խոսք ասել ու առավել այդ հետ անձ է նաև ընդդիմության միավորման հնարավորություն, ապա իրենք միանգամից թիրախավորում են եւ տարբեր կեղծ անվան տակ փորձում են փակել եւ հասարակությունից անջատել։ Սա չեմ կարծում ինչ որ մտածված հատուկ քաղաքական, սա ավելի շատ վախեցած հիստերիայի մեջ գտնվող քաղաքական ռեժիմի sense քայլերն են, հախուռն, որի նպատակն է նորից եմ կրկնում ընդդիմության քիչ թե շատ աչքի ընկնող լիդերներին փակել եւ վախեցնել ընդդիմության մյուս մասին կամ ընդդիմադիր տրամադրված այլ անձանց, սա է նպատակը այդ ամբողջը։ Այսինքն նույն Սամվել Կարապետյանը իսկապես ահռելի պոտենցիալի տեր անձնավորությունը, որ կարող էր իսկապես շատ դրական դեր խաղալ Հայաստանում քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ առաջին հերթին, հատկապես ընդդիմության միավորման, իրանք փորձում են այդ միջոցով փակել, բանտարկել, առանձնացնել, կտրել հասարակությունից, բայց չեմ կարծում, թե սա ինչ-որ արդյունք ունենա։ Դուք կարծում եք հասկանալի է ձեր խոսքից, որ սա Նիկոլ Փաշինյանի վախերի, քաղաքական վախերի հետևանք է, բայց արդյոք միայն դա է, որովհետև նա հստակ նաև ծրագիր է իրականացնում։ Մենք տեսնում ենք, որ նա արդեն երկար ժամանակ է հակաեկեղեցական արշավ է սկսել, ամեն օր մի խայտառակ հերթական հայոյախոս գրառումն է կատարում մեր եկեղեցու դեմ, իբր իրեն թվում է, թե նոր բաներ է բացահայտում, վարկաբեկում է ուղղակիորեն, եւ նրանք, ովքեր խոսում են ի պաշտպանություն եկեղեցու, նրանք են արժանանում հետապնդման։ Հետևաբար մենք գործ ունենք մեր արժե համակարգի դեմ ուղղված հստակ ծրագրի, որն իրականացվում է Նիկոլ Փաշինյան անձի ձեռքով։ Դե հա, ճիշտ եք նկատում, սա որոշակի քաղաքական հետապնդումներ է եւ հատկապես նայեք փորձելով հասկանալ, էլի, ասենք թե որովհետեւ թվում է թե տրամաբանական չի, թվում է թե նորմալ հայ մարդը sense քայլերի չէր դիմի կամ նույնիսկ չասենք հայ մարդ, նույնիսկ այն մարդը, որ ուզում է իշխանությունը պահել։ Ինչ է իրականում կատարվում։ Իմ խորին համոզում կատարվում է հետևյալ, քանի որ այս մարդը ձախողել է մեր արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ եւ արտաքին անվտանգային միջավայրն է ձախողել եւ մենք հայտնվել ենք որոշակի անվտանգային վակուումի մեջ, ապա այս մարդը գնացել է թուրքերի եւ ադրբեջանցիների դուռը, բառացիորեն մի քանի օր առաջ Անկարայում եւ անվտանգային որոշակի ռեսուրս է խնդրում իրենից, բայց ոչ թե անվտանգություն Հայաստանի Հանրապետության, այլ իր անձի, իր քաղաքական ուժի համար։ Այսինքն օգնեք ինձ մնալ իշխանության, քանի կմնամ իշխանության, այնքան ձեզ զիջումներ կանեմ, թուրքամետ, ադրբեջանամետ քայլեր կանեմ, սա է տրամաբանությունը։ Այսինքն իր մնալը իշխանությանը պետք է շագրգռված լինի նույն Անկարան Բաքուն, որովհետև սա օգուտ իրենց քայլերի անում, սա է խնդիրը։ Եվ քանի որ այնտեղից պահանջներ են դնում հատկապես եկեղեցու եւ մյուս ազգային կառույցների, ազգային գործիչների բարերար դեմ քայլեր իրականացնել, նա այնտեղից եկող պատվերներն հանձնարարականներն է, ասենք ասենք կատարում է։ Տեսեք, խնդիրը նաև հետևյալն է, Սամվել Կարապետյանին կալանավորելու հետ կապված տնտեսագետները հստակ նկատում են հետևյալը. եթե նման կերպ է Փաշինյանը սկսել վարվել գործարարների, ընդ որում հայտնի գործարարների, որոնք մեծ ներդրում են ունեցել եւ շարունակում են ունենալ մեր երկրի զարգացման հարցում, կնշանակի արդեն ինչպես կարող է այս ամեն ինչին վերաբերել օրինակ դրսի ներդնողը, հա, մարդիկ կցանկանան ներդրումներ անել, կցանկանան այստեղ
բիզնես ծրագրեր իրականացնել մի երկրում, որտեղ գործարարին կարելի է ընդամենը մի քանի ժամվա մեջ Փաշինյանի ցանկությամբ ուղղակի կալանավորել։ Սա ինչ միջավայր է ստեղծում նաև գործարար առումով, հա։ Եվ նկատենք ոչ միայն կարողանում ենք կալանավորել, այլ հիմա գործընթացը գնում իր սեփականությունը, ասենք ասեմ, գողանալու շուրջ։ Սա իսկապես շատ վատ մեսեջ է եւ հատկապես մեր տնտեսական միջավայրի հետ կապված, եւ բոլորը հասկանում են, որ քանի դեռ այս իրավիճակը կա, սա նաեւ որոշակի հարված է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ, այսինքն մեր ներդրումային միջավայրը իսկապես եւ իրեւ ասեմ Հայաստանում տնտեսական իրավիճակը հատկապես վերջին տարիներին բավականին խնդրահարույց է, հատկապես 2025 թվականին, երբ Հայաստանից մեծ թվով կապիտալը դուրս գնում, երբեք Հայաստանից այսչափ կապիտալ դուրս չի գնացել։ Հիմա երբ որ խլում են սեփականատիրոջից իր սեփականությունը, որտեղ ինքը նկատեմ սա վերջին 10 տարում 680 միլիոն դոլարի ներդրում է իրականացել, որտեղ հետ ինքը մի համակարգ է, որը առանձնապես մեծ եկամուտ չի բերում, բայց անընդհատ ներդրումներ է պահանջում, եթե դու այդ ներդրումները չանես, ինքը ուղղակի շատ արագ մաշվում է։ Հիմա այս մարդը 10 տարում 680 միլիոն դոլարի ներդրում է իրականացել, երբ որ դու գողանում ես այդ սեփականությունը առանց փոխհատուցելու, հասկանալի սա շատ բացասական իրավիճակ է ստեղծում ամբողջ Հայաստանում լուրջ ներդրողների համար, ընդհանրապես փոքր մեծ ներդրողների համար մեկ, որոնք արդեն հետաձգում են իրենց ծրագրերը կամ չեղալ են հայտարարում, բայց շատ վատ միջավայր է ստեղծում նաև այն մարդկանց համար, ովքեր արդեն կատարել են այդ ներդրումը, իրանք հիմա կան նախընտրեն ինչ որ ձևով փակել իրենց ներդրումները, վաճառել իրենց ակտիվները Հայաստանում եւ հեռանալ Հայաստանից, ու այս տենդենսը ցավոք սրտի արդեն կա։ Տպավորությունն այնպիսին է, որ դա էլ է հատուկ արվում, տեղ բացելով, օրինակ, այսպիսի կարծիք կա, տեղ բացելով թուրքական գործարար աշխարհի առաջ, այսինքն ձախողվում են հայ գործարարները սեփական հայրենիքում, ակտիվանում է թուրքական բիզնեսը եւ դրա օրինակները մենք նաեւ ունենք տարբեր երկրներում։ Փաշինյանը արդյոք հենց այս նպատակը չի հետապնդում, մանավանդ երբ հայտարարում էր, չէ, դռները բացում ենք Թուրքիայի առաջ, սահմանները բացում ենք, եկեք, առևտուր արեք եւ այլն։ Նայեք, այստեղ մի քանի կեղծիքներ կա, որոնք իրանք փորձում են խաղացնել իրենց տնտեսական իբր թե ռազմավարություն նշելու։ Սա ամենամեծ կեղծիքն է, որ իբր թե Հայաստանը խաչմերուկ է եւ Հայաստանի միջով կարան գնան գան եւ ինչ որ, չգիտեմ, Հայաստանին դա օգուտ կբերի։ Սա ամենամեծ կեղծիքն է ու սուտը։ Այդ իրավիճակը նույնիսկ Հայաստանի հետ տրանզիտ դառնա մի պահ պատկերացնենք Ադրբեջան եւ Թուրքիայի Հայաստանին ոչ մի մեծ եկամուտ, ընդհանրապես ոչ մի եկամուտ առանձնապես չի բերի։ Այսինքն բոլոր այդ խոսակցությունները իբր թե միլիարդավոր դոլարներ ներդրումների մասին, իրանք սուտ են, կեղծիք են, նպատակ ունեն մարդկանց մոլորեցնել եւ խաբել։ Սա պետք է հստակ ֆիքսենք։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ հեծին, նայեք, եթե ասված չանի սրանց այս ծրագիրը հաջողի եւ հեծը պետականացվի, ապա հարց է առաջանում հեծում այդ ներդրումները, որոնք տարեկան 60-ից մինչև 100 միլիոն դոլար են հասնում, ով է անելու։ Պետությունը չի կարող իր բյուջեից անել։ Ուրեմն երկու քայլ կա, սրանք կամ պետք է գնան արտաքին պարտքը մեծացնելու ճանապարհով եւ պարտ վերցնել այդ ներդրումները իրականացնել, կամ գնալով ոնց որ դուք եք ասում, ինչ որ թուրքական ընկերությանը վաճառել, որը կարող է շահագրգռված անել իր քաղաքական, այսինքն պետական պատվեր լինի Անկարայից քաղաքական ազդեցության համար գա այս համակարգները փորձի գնել։ Բայց իրենք միայն, բայց դրանից հետո անմիջապես հաջորդ քայլը լինելու է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը կրկնակի ավելանում է, նվազագույնը կրկնապատվելու է։ Ինչը նաև կնպաստի ընդհանրապես գների բարձրացման, արդեն խոսում է սննդամթերքի տարբեր։ Կնպաստի ընդհանրապես Հայաստանում այս աղքատացման գործընթացի էլ ավելի արագացմանը, որովհետև Հայաստանը վերջին տարիներին բարձր 33%-ի միայն աղքատ բնակչություն ունի, որը բավականին բարձր թիվ է, եւ այս թիվը կրկնակի կավելանա։ Այսինքն անունը դրել են հեծը պետականացնում ենք, հա, ոմանք էլ ասում են ազգայնացում է գնում, շատ լավ է, կարևոր գործընթաց է Փաշինյանը սկսել, բայց իրականում մենք ականատեսենք գործարարից իր իսկ ստեղծած մնայուն եւ երկրին օգտակար, հա, բիզնեսը, այդ դաշտը, օրինակ հեծերի դաշտը ոչնչացնել, օրինակ այդպիսի կարծիք կա, որ կփոշիացվի, ուղղակի կփոշիացվի։ Նույն process-ը գնում է նաեւ Սամվել Կարապետյանին պատկանող այդ տաշիր պիցցաների ցանցի հետ, որոնք Փաշինյանի հրահանգով ամբողջությամբ փակվել են։ Հետո էլ խոսում են զբոսաշրջության զարգացման մասին։ Ի վերջո այդ տաշիր պիցցաների ցանցից օգտվում էր հենց ինքը մեր ժողովուրդը նաև եւ նույն զբոսաշրջիկը։
Նայեք, գործման նույն տրամաբանություն է։ Հիշում եք, ժամանակին իրանք ընդունեցին հատուկ ռազմավարություն, այսպես կոչված, կապված էներգետիկայի, որ իբր թե գնալու են էներգետիկ համակարգի, ասենց ասեմ, ազատականացման ճանապարհով։ Ազատականությունը նշանակում է ոչ միայն հեծել, մնացած ակտիվները պետք է վաճառվեն մասնավորին։ Բայց մարդիկ, որոնք իբր թե ընդունել են ազատականացումը, դրան հակառակ քայլ են անում, հեծը փորձում են պետականացնել, ինչը նշանակում է, որ նույնիսկ իրենց քաղաքական ծրագրերում իրանք հետևողական չեն։ Ավելի շուտ իրենք գնում են ոչ թե քաղաքական ինչ-որ ծրագրերով ռազմավարությամբ, այլ անձնական շահերից ելնելով։ Այսինքն իրենց պետք է սպայն հեծը պետականացնել, իրանք արագ կերպով գնում են, պետք է ինչ-որ անձի ձերբակալ են, որտեղ ինքը Աստված ջանի իրենց քննադատական խոսք է ասել, գնում են իրեն ձերբակալելու ճանապարհով։ Այսինքն Հայաստանը կամաց չէ, նույնիսկ շրջանում շատ տարակերպով վերածվում է ավտոկրատ պետության, որից դեպի բռնատիրական համակարգի ընդամենը մեկ քայլ է։ Հիմա իրանք մտածում են ոնց կարեն այդ ավտոկրատիզմը ոնց կարող են արդարացնել։ Արդարացնելու համար իրանք կեղծ լուրեր են տարածում, որ իբր թե ինչ որ հեղաշրջում է կազմակերպվում, որ իբր թե ինչ որ խմբեր են ստեղծում, այսօր կարդացել եք, չէ՞, երկար հաղորդագրություն։ Երեք տարածվեց ինչ որ մի իբր պլաններ ընդդիմության։ Երեք պլանը այսօր էլ քրեական իրենց վարչությունը ինչ որ կեղծ տեղեկատվություն էր տալիս, որ իբր թե ինչ որ 1000 հոգուց կազմված խմբեր են ստեղծել եւ այլն, չտնելով դրա տակ ոչ մի փաստական ոչ մի բան։ Այսինքն ուղղակի դա նման հայտարարությունները հիմք են պարզապես ընդդիմությանը շատ արագ իրենց համար ցանկալի տարբերակով փակելու, լռեցնելու, եթե պետք է կալանավորելու համար։ Այդ փաստի հետ գործ ունենք։ Իհարկե այդ փաստը հետ գործ ունենք, բայց սա մի երևույթ էլ կա, ուզում դրա վրա ուշադրություն ձեր դարձեմ։ Այս մարդիկ քանի որ խորքային կախվածություն ունեն արևմուտքից եւ նրանցից կարծիքից, նրանց կարծիքը իրենց համար քիչ թե շատ կարեւոր, իրանք փորձում են ցույց տալ, որ իբր թե Հայաստանում ինչ որ գաղտնի գործընթաց է գնում, ինչ որ ռազմավարական կամ ինչ որ կիսազինված խմբավորումներ կամ փորձում են ցույց տալ, որ սա իբր թե շատ հնարավոր փորձեն նաև հետագայում փորձեն ապացուցել, որ իբր թե Ռուսաստանը սրա հետ դեմ կախված, օգտվելով Ռուսաստանի արևմուտքի հակասությունից եւ իրենց, ասենց ասեմ, բռնաճնշումները, որոնք տանում են ավտոկրատիայի ստեղծման ճանապարհին, արդարացնել հենց այս ամենը, որը իբր թե իրանք զինված հեղաշրջման փորձեն կանխել, ինչը բացարձակ սուտ է, ես համոզված եմ, որ իրանք մինչև ոչ մի ապացույց չեն ներկայացրել, ես համոզված եմ վաղը միսօրն էլ ոչ մի ապացույց չեն կարողանա ներկայացնել։ Փաշինյանի համար որևէ խնդիր չկա առանց ապացույցների մարդկանց կալանավորել է, մենք քաղբանտարկյալներով լցված են Հայաստանի բանտերը։ Ամփոփենք, պարոն Մանվելյան, ինչ ենք անելու այս իրավիճակից դուրս գալու։ Դուք պատկերացնում եք ելքերը։ Մենք երկիր ենք կորցնում, այս մարդը գնում է Թուրքիա, տեսանք ինչպես սիրով ընդունվեց Էրդողանի կողմից, թե ինչ պայմանավորվեց, այդ բոլորը նաև փակ է, օրակարգը չհրապարակվեց, սիրով մտավ մզկիթ, թե ինչ է այնտեղ արել, դա էլ անհասկանալի է, տարբեր լուրեր են պտտվում։ Համենայն դեպս վարվող քաղաքականությունը հակահայկական է։ Ինչ պետք է անենք մենք հայերս, մեր հայրենիքը այս բարդ իրավիճակից, ես կարող եմ այդ բառը նաև օգտագործել, ազատագրելու համար։ Նայեք, իրականում շատ ծանր հարց եք տալի, որտեղ ինքը sense մի կարճ ոտի վրա դժվար է պատասխանել, պետք է սա առանձին քննարկման անել։ Նայեք, մեր խնդրեմը ինչումն է։ Ինչ անել, սա առանձին հարց է, թե ինչու ենք հասել այս վիճակին, սա ամենաառաջնային հարցն է, որտեղ մեր մոտ պետության հասկացողությունը տարիներ շարունակ կեղծվել է։ Մեզ փորձել են անդադ համոզել պետություն դա իշխանություն է, իշխանությունն է դա պետություն։ Եվ մենք ստեղծել ենք անընդհատ ունեցել ենք մի համակարգ, որը եղել է շատ, որը նպաստել է միայն մի բանի, իշխանական համակարգի ամրապնդմանը, բայց ոչ երբեք պետությանը։ Հասկանում եք, մենք գլոբալ այս խնդրի հետ ունենք։ Մենք ունենք բավական ամուր իշխանական համակարգ, որը ներքևից վերև իր դատական, իրավապահական համակարգով պահում է այդ իշխանությունը, բայց ինքը ոչ մի քայլ չի անում պետությունը պահելու համար։ Ու տարիներ շարունակ նորից եմ գրում, կեղծվել է, որ իշխանությունը, պետությունը նույն բանը, դա համար լսում եք, իսկ ԿՊԱ-ական կոչվողներն ժամանակ առ ժամանակ ասում են պետության դեմ քայլել են։ Ոչ բացարձակ ոչ մի քայլ պետության դեմ չի արվել։ Իշխանության քննադատությունը պետության նկատմամբ հակաքայլ չէ։ Առավել եւս իշխանությունը ինքը պետությունն էլ չի։ Պետությունը սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, իրանք են պետությունը։ Եվ այն փաստը, որ այս մարդիկ զավթել են իշխանությանը խաբելով, սա էլ նկատենք 2021 թվականին սրանք եկել են իշխանությանը խաբելով բնակչությանը, ասելով առաջին որ Արցախն են պաշտպանելու,
բառացիորեն մի տարի հետո հայտարարել որ Արցախը Ադրբեջանի մաս է, հայտարարելով որ Հայաստանը անվտանգ է լինելու, բերելով Հայաստանի անվտանգային իրավիճակի կործանմանը, հայտարարելով որ Հայաստանը իբրև ժողովրդավարություն է լինելու, հիմա տենում ենք այս բռնաճնշումը, այսինքն այն ամեն ինչ որ խոստանալով եկել են իշխանություն, իրանք բոլորով խաբել են, ավելին, իրանք կանգնա հայտարարել որ այո խաբել ենք ու լավ ենք արել։ Այսինքն գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանական համակարգի հետ, բայց քանի որ մեր սահմանադրությունը, մեր օրենքները, մեր իրապահ համակարգը տարիներ շարունակ վարժեցվել են այդ համակարգը վերևից ներքև պահելու, մենք հիմա բավականին բարդ խնդրի առաջ ենք կանգնած։ Ոնց է մարդկանց ձեռքենք իշխանությունից, որ իրենք զավթել են անօրինական ճանապարհ։ Իսկ ոնց օրինական ճանապարհով, անօրինական կերպով իշխանության եկած մարդկանց ձեռքենք։ Համեթե շատ սենց ասեմ, դա մեր երբ որ սանք տարածում են լուրեր, որ իբր թե տեղի ունենում ինչ որ խմբեր են ձևավորում եւ այլն, հասկանում եք արդեն դա սուտ է, որտեղ ոչ մի խմբերով ոչ մի բանով դու այս հարցը չես լուծի։ Այս հարցի լուծման միակ ճանապարհը ընտրությունների միջոցով սրանց իշխանազրկելն է։ Բայց այդ ընտրություններին, նայեք, այս ընտրություններին եթե լավ պատրաստվենք, մենք կարան քաղաքական իրավիճակը այնպես փոխեն, որ այս մարդիկ իրանք ստիպված գնան արտահերթ ընտրությունների, որտեղ այն խնդիրները, որ հենց առաջ դրվում է նույն Թուրքիայի եւ Անկարայի կողմից, ասենք օրինակ, չգիտեմ, սահմանադրության փոփոխություն, ինչ որ 100,000 կամ 300,000 ադրբեջանցիների մուտք, իրենք նաև պահանջում են, որպեսզի Հայաստանը բանակ չունենա, իրենք իդեպ դա էլ են կատարում կեղծ, իբրև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ բանակը լուծարելու ճանապարհով են գնում։ Այսինքն նայեք, շատ բարդ իրավիճակ է։ Ընդդիմությունը պետք է փորձի քայլերը սինխրոնացնել։ Սա էլ մի առանձին թեմա է։ Մենք տեսնում ենք ընդդիմության մեջ ինչ հակասություններ կան, ոնց են մեկը մյուսին հարվածում եւ սա նորից այս իշխանություններին միայն ուժեղացնում է։ Եվ նորից եմ, սա բավականին քննարկման, լուրջ քննարկման թեմա է։